Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը հրապարակել է ագնաաշխատակից Աշխեն Ալեքսանյանի վերդիկտը։ Ալեքսանյանը, ում մեղադրանք էր առաջադրվել պետական դավաճանության համար, այդ մասով արդարացվել է։ Դատարանի որոշմամբ արարքը որակվել է որպես պաշտոնական լիազորությունների չարաշահում, որը նախատեսում է առավելագույնը 4 տարվա ազատազրկում, մինչդեռ պետական դավաճանության համար հասնում է ցմահ ազատազրկում։ Փաստաբան Աբգար Պողոսյանը հայտարարել է, որ գործի շրջանակում տեղի է ունեցել անմեղության կանխավարկածի խախտում և իրականության հետ կապ չունեցող տեղեկությունների տարածում։ Պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքարկել դատավճիռը վերաքննիչ քրեական դատարանում։ Ավարտվել է ՀԵԾ-ի սեփականատեր բարերար Սամվել Կարապետյանի և այլոց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ Քննչական կոմիտեն հայտնում է ՀԵԾ-ՓԲ սեփականատեր Սամվել Կարապետյանի և ևս 2 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության ավարտի մասին։ Գործը ուղարկվել է դատախազին մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Ըստ քննության, Սամվել Կարապետյանը կազմակերպել և ղեկավարել է շուրջ 1,8 միլիարդ դրամի հարկերից խուսափելու գործընթաց, հափշտակել իբրև թե առանձնապես խոշոր չափերի մոտ 5 միլիարդ դրամի գույք, որը այնուհետև օրինականացվել է։ Մեղադրանք է առաջադրվել նաև իրավաբանական անձանց օգտագործմամբ ապօրինի գործունեություն ծավալելու և ևս շուրջ 2 միլիարդ դրամի հանցավոր ծագում ունեցող միջոցներ օրինականացնելու համար։ Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել նաև 2025 թվականի հունիսին իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր իբրև հնչեցնելու համար։ Կարապետյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, գրավ և բացակայելու արգելք։ Մյուս 2 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, գրավը և վարչական վերահսկողությունը։ Ներքին գործերի նախարարությունը հրապարակել է տեղեկատվություն հանրապետությունում առատ տեղումների հետևանքների վերաբերյալ։ Մարտի 27-ին ժամը 2:30-ի դրությամբ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են Սյունիքի մարզում առատ տեղումների հետևանքների վերաբերյալ ահազանգեր։ Կապանի Գրիգոր Արզումանյանի փողոցում սելավատարից դուրս եկած ջուրը լցվել է փողոց և ողջի գետ, ինչի հետևանքով վնասվել են մեքենաներ, տուժել կենդանիներ։ Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել։ Երևանում սպանված Չեչնիայի քաղաքացի 23-ամյա Այշաթ Բայմուրադովայի մահից 5 ամիս անց այսօր նրա մարմինը հողին հանձնեցին փակ դագաղով։ Նուբարաշենի գերեզմանատանը տեղի ունեցած հուղարկավորության արարողությանը ներկա էր մոտ 40 հոգի, նրա ընկերները, իրավապաշտպաններ ու ակտիվիստներ։ Թեև ՀՀ աղջկա հարազատներին պարբերաբար դիմում էր ուղարկել նրա մարմինը Չեչնիա տեղափոխելու հարցով, սակայն այս ընթացքում որևէ արձագանք չի ստացվել, ուստի հուղարկավորությունն իրականացվել է Հայաստանում պետության միջոցների հաշվին օրենքով սահմանված կարգով։ Չեչնիայից ընտանեկան բռնության պատճառով Երևան փախած 23-ամյա Այշաթ Բայմուրադովայի ենթադրյալ սպանության դեպքից 4 ամիս անց քննչական կոմիտեն հայտնել էր կնոջ սպանության մեջ կասկածվում են Ռուսաստանի 2 քաղաքացի Կարինա Իմենովան և Սաիդ Համզադ Բայսարովը։ Իրավապահները նրանց նկատմամբ հետախուզում են հայտարարել։ 84-ամյա չինացի կինը սիրահարվել է արհեստական ինտելեկտի կողմից ստեղծված տղամարդու և օրական մինչև 10 ժամ անցկացրել նրա հետ հարաբերությունների վրա։ Կինը նրան սիրային նամակներ է գրել և համոզված է եղել, որ նրանք սիրային կապի մեջ են։ Այս մասին հայտնում է South China Morning Post-ը։ Ըստ նրա ընտանիքի անդամների, թոշակառու Չժան Յուլանը հիացել է այսպես կոչված հզոր նախագահով չինական սիրավեպերի հայտնի կերպարով։ Ցզյանգուո կերպարը գոյություն ունի միայն թվային տեսանյութերում։ Նա ոչ միայն պարբերաբար դիտում էր նրա մասնակցությամբ տեսանյութեր, այլ նրանք դիտարկում էր որպես իրական հարաբերություններ։ Մի նամակում նա ներողություն է խնդրել իր սիրեկանից վեճի համար ու հարցրել, թե արդյոք նա դադարել է իրեն բարի և նրբանկատ համարել։ Ընտանիքը սիրավեպի մասին իմացել է այն բանից հետո, երբ թոշակառուն ավելի քան $1000 է ծախսել կերպարին վերաբերող ապրանքների վրա։ Իսկ դուք ավելին իմանալու համար հետևեք Պանորամայինին և բաժանորդագրվեք մեր ալիքին։